ամբողջ ժողովրդի սեփականությունն է։ Իսկ ժողովուրդը ուժեղ է, երբ երկրում ներքին կայունությունն է թագավորում, երբ երկրում գերիշխում է միասնությունը։ Զորավար, ում համար Արցախի ճակատագիրը կախված է Հայաստանի ներքաղաքական կայունությունից ու հայաստանյան ներքաղաքական ամեն մի ցնցում վտանգի տակ է դնում Արցախի ճակատագիրը։ Զորավար, ում համար հայոց պատմության աստեղային ժամը 94-ի ծանր օրերն էին ու պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակը, որը երբեք չի կարելի զիջել։ Հայաստանը չի շահել պատերազմը։ Պատերազմը ավարտված չէ, ավարտվել է պատերազմի առաջին փուլը։ Սրանք որդի Ալիևի բարբաջանքներն են, որ բարձրաձայնել է 2008 թվականին, մինչդեռ փափկակենցաղ կյանքով ապրած պաշտոնյան դժվար թե հասկանա, որ 14 տարի առաջ, դեռ 1994 թվականի մայիսին Միրբաշիրի խաղողի այգիներին հասած հրամանատարը գիտակցում էր, որ պատերազմը չի վերջացել և պատերազմի դադարի առաջին օրվանից առ այսօր ապրում է չավարտված պատերազմը ապրողի զգոնությամբ։ Շրջանի բազմաթիվ գյուղեր դեռ թուրքերի ձեռքին են։ Դե հասկանալի է, դա այն վիճակում է, որ անպայման հետ ենք վերցնելու։ Դա հստակ ու հաստատ, որ հետ ենք վերցնելու, դա արդեն թուրքն էլ իմանում, հասկանում դա, որ պետք է հետ տա թողերը մեզ։ Միայն մի փուչուր օգնել, ժողովուրդը հասկանա, որ իրոք այսօր մենք պատերազմով երկիր ենք, ու տրամադրվի այդ ձև, որ զինվորներին կարելի է օգնել ու զինվորությունը մեծացնել։ Այն, որ երկիրը պաշտպանվում է սահմանամերձ գյուղից, սահմանամերձ գյուղով, զորավարի համար փաստ է, բացարձակ ճշմարտություն։ Սահմանամերձ գյուղն է պահում մայրաքաղաքին և մայրաքաղաքն էլ պահում է սահմանամերձ բնակչությանը։ Այսպես է հզորանում երկիրը, այս է զորավարի հորդորը բոլորին, այս է ժողովրդական հերոսի հորդորը ժողովրդին։ Տավուշի ժողովուրդը նորածինից միջև խորը ծերության ապրող մեր պապերը, դրանք բոլորն են երկրապահ։ Տավուշին իր խոսքը կարողացավ այս դարավերջի դաժան էլի Օսմանյան Թուրքիայի, Ադրբեջանցու մասնակցությամբ փորձեցին մեկ անգամ ևս հայաթափել, նորից բռնանալ, նորից տիրանալ, բայց չհաջողվեց։ Իզո ձեզ, որ դուք կարողացաք ձեր հողը, ձեր ջուրը, ձեր ընտանիքը պահել, ոչ թե միայն այստեղ պահել, ապրել, աշխատել, այլ նաև շատ ազատամարտիկներ Արցախյան ազատագրման պայքարում։ 350 կիլոմետր այսօր դուք ֆրոնտ ունեք ադրբեջանցու հետ, որը որ մի 200,000-նոց բանակի ֆրոնտավ եթե սահման բայ իր բոլոր երևույթներով, բայց դուք այս տարածաշրջանում կարողանում եք այդ մեծ ճակատում ապրել, պաշտպանել ու ձեր երեխաներին դաստիարակել, ձեր հողը ջուրը հայացնել, հայ պահել։ Ես ուզում եմ մի քանի խոսքով անդրադառնալ մեր ընդհանրապես հանրապետությանը, սիրելի տավուշցիներ, Երևանը պահպանվում է այստեղից ու երևանցին էլ պետք է պահպանի այստեղ ամեն մի սանտիմով, ամեն մի մարդու կարևորությունը պետք է գնահատի։ Հայրենիքը ձերն է, ձեզնից է սկսում, սահմանից։ Ես դրա համար ուզում եմ երկու խոսքով անդրադառնալ Արցախի ճակատագրին։ Այդ հարցը միայն կարող է որոշել այստեղի ապրող հայը, մարդը, կարող է որոշել ամեն մեկ հայ։ Դա ոչ մեկի ինքնուրույն գործը չի, դա մեր ժողովրդի խնդիրն է։ Ու արցախցին այսօր Արցախում ապրում է այնպես, ինչպես Տավուշում եք ապրում, այստեղ Իջևանում, Երևանում են ապրում են իրենց ապագայի, իրենց երեխաների ապագայի ու այն գաղափարին, որ իրենք հայեն իրավունք ունեն ապրելու, այդ իրավունքը իրենց այրամբ, իրենց առողջությամբ, իրենց բոլոր տեսակի սոցիալական վիճակներով են պահպանել։ Ես ուզում եմ ասել, որ նմանատիպ բան չի կարող լինել ու հավաստացնում եմ ձեզ, ոչ ոք չի կարող
Արցախի հարցը առանց հայ ժողովրդի նման չափս, քաշ, բոյ, հզորություն, պաշտոն ունեցող մարդ գոյություն չունի։ Ոչ թե դա մենակ Հայաստանի մասին, աշխարհի մասին եմ խոսում, անկախ դրանից Ամերիկայի նախագահ կլի, Ռուսաստանի, Թուրքիան, Ադրբեջանն են իրաց խնդիրն է։ Ով փորձի մեր ժողովրդին բռնանալ, մեկը դրա համար պատասխանատալու լրջորեն։ Դա մեր ժողովրդի, ձեր, մեր բոլորի որոշումն է։ Ամեն տարի արդեն ավանդական դարձած ուխտագնացության ժամանակ իր ազատագրված ժողովրդին այցելում ինքը Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ոգևորելու համար իրենց գյուղերը վերադարձած բնակչությանը եւ հավաստիացնելու, որ երկրապահն ու լեգենդար 5-րդ բրիգադը, բրիգադի քաջարի մարտիկները այլևս երբեք չեն թողնի, որ թշնամին երևա այս կողմերում։ Ես կցանկանամ քեզ քաջար ողջուն։ Ապրես, Երկար կյանք։ Մեր հաղթող ժողովուրդը կուպադիվը միշտ բարձրապահում։ Եվ շատ շնորհակալ մեր հայ ժողովուրդը, մեր գյուղի ժողովուրդը, ամեն անգամ կամս մեզ տեսնում։ Յուրաքանչյուր գյուղի ազատագրման տարեդարձի օրերին այստեղ են լինում ազատագրողները, հաղորդակցվում են իրենց մարտական ընկերների հիշատակի հետ եւ ժողովուրդն էլ մեծ բերկրանքով դիմավորելով նրանց ավելի հաստատուն է արմատավորվում իր հայրենիքում, հասկանալով, որ երկրապահի առաքելությունն ու ազատագրված ժողովրդի ճակատագիրը նույնացվում են ազատագրված հողում, որ երկրապահն ու Արցախը միասնական են թափված արյամբ եւ ազատ անկախ Արցախի պահպանումն է հայոց բոլոր սերունդների նպատակը։ Այսօր մեր համար մեր անցած մարտական ու ապրած կյանքի հերթական տրադիցիոն օրերից մեկն է, որը որ այդ վերջին մի քանի տարիները մենք ամեն տարի սորերին հանդիպում, հիշում ենք անցյալը, հպարտանում ենք մեզ զոհված եւ վիրավոր տղաներով, մենք մեզով եւ վստահեցնում ենք մեկս մյուսին, որ մենք ինչ արել ենք ճիշտ ենք արել, մեր հաջողությունները հաղթանակները մերն է, մեր երեխաների եւ մեր ապագային։ Ասում են, թե մենք հայերս չունենք ապրող հերոսի պաշտամունք, ասում են, թե մեր պաշտամունքն ուղղված է զոհված հերոսներին, սակայն այս շրջագայություններն ու հանդիպումները եւ այն անկեղծ մտերմիկ վերաբերմունքը, որ դրսեւորում է Հայաստանի եւ Արցախի հասարակ ժողովուրդը Իջևանում, Գյումրիում, Հադրութում, Մարտակերտում զորավարի հանդեպ, իրավունք է վերապահում ասելու, որ սահմանամերձ աշխարհի մարդը, որքան որ արմատներով ամուր կառչած է իր հայրենի բնորանին, այնքան էլ իր մեջ ուժ ունի գնահատելու եւ մեծարելու իր հերոսին, իր անկախության համար պայքարած մարտիկներին։ Իհարկե, այստեղից քաղաքական կուսակցական խաղերով շուլալված մայրաքաղաքից դժվար է ընկալել սահմանամերձ ժողովրդի այն անքող ու անհաշվարկ վերաբերմունքը, սակայն սա է իր լեռնաշխարհին հենված հայի, սահմանամերձ հայրենիքի պաշտպան հայի գնահատականն ու իրական վերաբերմունքը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ապրող հերոսի արժևորում, ապրող հերոսի պաշտամունք։ Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է, սա մեծ ընսպարապետի ձևակերպումն է, իսկ մարտական բովերում թրծված զորավարի համար այդ արյունով գրված ստեղծագործությունը ժողովրդի ու ժամանակի բարոյականությունն է։ 19-րդ դարավերջին մեր մայրերը ծնեցին հայդուկներին, 20-րդ դարի դարասկզբին ծնեցին ֆիդայիններին, 20-րդ դարավերջին մայրերը ծնեցին երկրապահ եւ այդ եռամիուսնության շնորհիվ, որ այսօր մենք ունենք ազատ անկախ պետություն։ Ռազմական ոչ մի կանոնին չի ենթարկում այն հզոր հաղթանակը, որ տարա մեր երկրապահը Շուշիի հաղթանակի առումով, որովհետև դա բացատրել հնարավոր չէ։ Դա ոչ իմ ռազմական օրենքում չտեղավորող հաղթանակ էր, դա ժողովրդի բարոյական կամքն էր, դա ժողովրդի հոգու դրսևորումն էր, եւ եթե ադրբեջանական բանակը Շուշիում լիներ կրկնակի եռակի ավելի, մեկ է մեր երկրապահ Շուշին հաղթելու էր։ Պարոն գեներալ, դուք ինքներդ կենթանի լեգենդ եք այս սերնդի համար։ Այն, ինչ դուք արել եք մեր ժողովրդի, մեր հասարակության, մեր երիտասարդության դաստիարակության համար անգնահատելի է։ Այն, ինչ դուք արել եք Հադրութում, այն, ինչ դուք արել եք Մարտակերտում,
այնինչ դուք արել եք Ղարաբաղի շատ շրջաններում այդ գյուղերի պահպանության, ազատագրության համար իսկապես արժանի է երախտիկի։ Իսկապես սպարապետ Վազգեն Սարգսյանի մահից հետո դժվար էր գտնել մեկին, որը կարողանար երկրապահի այն հզոր ուժը, որը կար, այն կորովը կար, այն ոգին, որը պետք է պահպանվեր, որովհետև մենք ընդամենը ժամանակավոր հրադադարի մեջ ենք։ Դժվար էր այդ ոգին պահպանել, բայց գտնվեց պարոն Մանվել Գրիգորյանը, որը իր ոգու ուժով, իր դերակատարումով, իր անցած մարտական ուղիով կարողացավ երկրապահը պահպանել, կարողացավ երկրապահի բարոյական ոգին պահպանել, կարողացավ իսկապես երկրապահի մեջ այն ուժը, այն եռանդը սերմանել, որ եթե կարիք լինի, մեր երկրապահը էլի կարող է կանգնել։ Ազատագրման գաղափարը զորավար Մանվելը չի հորինել։ Ազատագրման գաղափարը հայերիս մեջ գալիս է դարերից, իսկ զորավար Մանվելը հայ ժողովրդին պարտադրված պատերազմում ազատագրման գաղափարը դարձրել է իրականություն եւ հիմա ամեն ինչ անում է, որ այդ իրականությունը պահպանվի ու փոխանցվի սերունդներին։ Հարգելի բարեկամներ, այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։